Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդում նվիրված է վաստակավոր եկեղեցական եւ ազգային հասարակական գործիչ Մեսրոպ arczepiskopos Աշչյանին։ Մեր հաղորդման հյուրերն են մեր Հանրապետության գիտության ազգային ակադեմիա պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը եւ Հայաստան հրատարակչության տնօրեն բանասիրության տեխնացու Վահագն Սարգսյանը։ Բարի գալուստ հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Մեսրոպ arczepiskopos Աշչյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Եկեղեցական ազգային գործիչ Մեսրոպ arczepiskopos Աշչյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 3-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 1961 թվականին ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրևանքը։ 1962-ից 64 թվականներին ուսանել Շվեյցարիայի Էկումենիկ ինստիտուտում։ 1973 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պրինստոնի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում։ 1977 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1964-ից 70 թվականներին դասավանդել է Հալեպում։ Եղել դպրևանքի տեսուչ եւ Բեյրութի Մարտիկյան վարժարանի տնօրեն։ 1973-ից 77 թվականներին եղել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի Նորջուղա թեմի առաջնորդ։ 1977-ից 98 թվականներին Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների եւ Կանադայի թեմերի առաջնորդ։ Այդ ընթացքում օծել է 13 եկեղեցի, բացել 4 վարժարան, հրատարակել ավելի քան 60 գիրք։ 1990 թվականին ստեղծել է Վարարական հիմնադրամը եւ Արցախ առաքել տարատեսակ օգնություն։ 1993 թվականին ձմռանը 17000 կապոց է բաժանել Երևանի եւ շրջանների բնակիչներին։ 1992 թվականից եղել է Մեծը Ներսես բարեգործական եւ Արամ Մանուկյան մշակութային հիմնադրամների նախագահ։ 1995-ից 2000 թվականներին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի տնօրեն։ 1997-ից 2002 թվականներին կազմակերպել եւ ղեկավարել է բազմաթիվ ուխտագնացություններ Արևմտյան Հայաստան, Արցախ եւ Ջավախք։ Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Նյու Յորքում։ Ամփոփվել է Անտիլիասում։ 2001 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր։ Հեղինակ է հայերեն եւ անգլերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական եւ հրապարակախոսական երկերի։ Եղել է Հայաստանի Հանրապետության հուշարձանների պահպանության ընկերության պատվավոր նախագահ եւ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի առաջին դեկան։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում գործում է նրա անվան կենտրոն եւ թանգարան։ Նրա անունով է անվանակոչված Մուղնի գյուղի փողոցը եւ դպրոցը, որտեղ տեղադրված է հուշարձան։ Պարոն Մելքոնյան, սեղանին տեսնում եմ գիրք, որը շատ դիպուկ եւ ինքնին խոսուն վերնագրված է Մեր դժվար ժամանակների մեծ հայը։ Իսկապես մեր հեռուստադիտողներին պարոն Մելքոնյան խնդրում եմ մեր ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի խոսքերն են։ Այս գիրքը նրա մահվանից հետո ստեղծվեց։ Մենք դա հուշամայցան է։ Այո, մենք ստեղծեցինք մեր ինստիտուտում հատուկ մի մատենաշար, արդեն 150-րդ գիրքն է լույս տեսել, անուն գիրքը, որ կոչվում է Մեսրոպ arczepiskopos Աշչյան մատենաշար, եւ նրա անունով փոքրիկ տպարան ունենք։ Նրա մահվանից հետո 2004 թվականին ես եղա Նյու Ջերսիում, որտեղ դասախոսություն կարդացի, դրամահավաք եղավ, $19500 գումար հավաքվեց եւ առաջարկեցին Մեսրոպ Սրբազանի հիշատակին ինչ-որ մի միջոցառում կազմակերպել, ես առաջարկեցի նրա հիշատակը հավերժացնելու համար ստեղծել մի փոքրիկ տպարան մեր ինստիտուտում, մանավանդ որ մենք արդեն իր անունով գրադարան ունեինք ստեղծած, իր ամբողջ գրադարանը փոխանցել էր մեր ինստիտուտին եւ այդ մատենաշարի առաջին համարը եղավ հենց այս գիրքը մեր մեծանուն հայագետների, քաղաքական գործիչների, նրա մտերիմների սրտի խոսքն է այստեղ ամփոփված, վերջին մասում նրա անտիպ գործերն են եւ շատ հետաքրական մի ժողովածու է ստացվել եւ պիտի ասեմ, որ բազմաթիվ 1 տասնյակի չափ գրքերի հեղինակ է Մեսրոպ arczepiskopos Աշչյանը եւ այս գիրքը յուրահատուկ ձևով ամփոփում է նրա անցած ամբողջ ստեղծագործական եւ հոգեոր եկեղեցական գործունեությունը, այստեղ կգտնեք գրեթե ժամանակի ամենանշանավոր բոլոր հայ մեծերի խոսքը Մեսրոպ Աշչյանի մասին, որոնք որ որևէ
գոնե գետպեկ Այսինքն մեծերը մեծի մասին։ մեծերը մեծերի մասին, այ շատ հետաքրական այսպես ժողովածու է ստեղծվել։ Ինչ վերաբերում է նրա անցած ուղուն, պիտի ասեմ, որ ինչպես ամեն մեծ սփյուռք հայ, այնպես էլ Մեսրոպ Աշճյանը ծնողների կողմից եղերն այսպես անցած մի ընտանիքի զավակ էր, բավական է նշել, որ նրա չէ կարծեմ։ Ուրեմն Ուրֆայից եւ Բալոյի Հավավ գյուղից էին նրա ծնողները եւ շատ հետաքրական է, որ նրա մայրը Մարթան եւ քերին, Սուրեն քերին, որ 103 տարի ապրեց Նյու Ջերսիում մահացավ վերջերս, նրանք քույր եւ եղբայր պատկերացրեք միմյանց գտել են հետագայում 5 տարեկան լինելով քերին 2-3 տարեկան քրոջը կարողացել է ամերիկյան որբանոցից ազատել, որտեղ արդեն նա կորցրել էր, այսպես ասած, իր հարազատներին եւ չէր կարողանում որևէ հարազատի եզրը գտնել եւ դրանով իրենց տողն ու գոնե պահպանել եւ շնորհիվ քերու հնարավոր եղավ մորը եւս, ինչպես ասում են, դարձի բերել եւ նրա ծնողները եղերնից մազապուրց եղած մարդիկ էին, որոնք որ հանգրվանեցին հետո Լիբանանում եւ այնտեղ 1941-ին ծնվեց Մեսրոպ arczepiskopos Աշճյանը, հրայր, ինչպես նրան եղբայր Հովանեսն էր կոչել, հրայր դժողքի անունով, դա ավազանի նրա անունն էր, նա պիտի այնտեղ դպրևանքում կրթություն ստանար, հետո կրթվեր նաև Շվեյցարիայում, Նյու Ջերսիի Պրինսթոնի համալսարանում աստվածաբանական պետք է շարունակեր իր ուսումը, պետք է ձեռնադրվեր վարդապետ, եպիսկոպոս, դառնար թեմական առաջնորդ Նոր Ջուղայում, Սպահանում, ապա երկար տարիներ եկեղեցական ծառայության մեջ ներ որպես թեմի առաջնորդ, Կիլիկիո թեմի առաջնորդ Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում եւ Կանադայում 1998 թվականից եւ այդ բոլոր զբաղեցրած պաշտոններում, դիրքերում իր մնայուն այո հետքն է հայրենանավեր հետ կթողներ այո գործունեությամբ աչքի ընկել Մեսրոպ arczepiskopos Աշճյանը։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, ինչպես արդեն նշեց պարոն Մելքոնյանը, Մեսրոպ arczepiskoposը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, սակայն այդ բոլոր պաշտոններին բնորոշող եւ հատկանշական արժևորող երևույթը եղել է իմաստավորված գործը։ Այսինքն նրա համար ոչ թե այդ բուն պաշտոններն են եղել, այլ պաշտոնները ծառայել են կամ ծառայեցրել է գործին, իր անելիքին։ Եվ այդ ամենի այդ գործի անելիքի մեջ առանձնահատուկ տեղ ունի կամ տեղ է զբաղեցնում հրատարակչությունը, հրատարակչական գործը, սերը գրքի հանդեպ, հրատարակչության հանդեպ։ Իսկապես ճիշտ է վերնագրված գիրքը դժվար ժամանակների հայը։ Երբ որ մեծ հայը, երբ որ Մեսրոպ arczepiskopos Աշճյանը եկավ Հայաստան 90-ականների վերջին, Հայաստանը դեռ չէր հաղթահարել իր խոր ճգնաժամը։ Իսկ գրահրատարակչությունը ուղղակի կործանված վիճակում էր, չգոյության մեջ էր։ Եվ նա ինչպես որ այ մի քիչ հետո երևի Աշոտ Մելքոնյանը կհիշատակի ոգեկոչում էր հայոց հողերը մեր արևմտյան Հայաստանում, այնպես ոգեկոչման ենթարկեց մեր գրահրատարակչական ոլորտը։ Բերեց նոր ուրեմն իդեաներ, նոր շունչ հաղորդեց բարևոնի նոր գրքեր։ Մենք մինչ այդ դուրս ենք եկել Խորհրդային Միությունից, Խորհրդային Միության գաղափարական այդ ճնշումից ազատագրվել ենք, բայց դեռ առարկայորեն չէինք գիտակցում եւ չէինք տեսել նոր ժամանակների արդի շրջանի հայ գիրքը։ Մեսրոպ Աշճյանը կարողացավ դա ձևավորել մեզանում։ Մենք նրա հետ շատ երկար եւ շատ գեղեցիկ ճանապարհ անցանք։ Հրատարակեցինք միասին երևի մի 3-4 տասնյակի հասնող գրքեր, որոնցից բոլորը օգտակար են մեր ազգային նպատակների, մեր հոգևոր ոլորտի համար։ Այո։ Գրահրատարակչության չգոյության կամ թուլացման պայմաններում եւ ես ասեմ, Մեսրոպ arczepiskopos Աշճյանի մեջ երկու կողմ կար, այսպես աշխարհայացքային երկու կողմ կար։ Քրիստոնեական արժեքներ եւ ազգային ուրեմն նկարագիր։ Այս երկուսի միասնությամբ էր բյուրեղացել ինքը, որպես հայ մարդ, որպես 20-րդ դարավերջի, 21-րդ դարասկզբի հայ մարդ, հպարտ հայ, ինչպես ընդունված է ասել։ Եվ նրա բոլոր գրքերը, որոնք որ մենք հրատարակում էինք եւ դնում էր ինքը process-ի մեջ, ունեն միայն այդ նպատակը՝ հոգեվոր ոլորտ, հայրենասիրական թեմաներ,
ազգային նպատակներ, դրա համար հիմնականում նա 100-ից ավել, երևի մոտ 200 գիրք հրատարակեց ընդհանուր առմամբ։ 300, այս ստույգ թիվը կա։ Պարոն Մելքոնյանը հեշտ է ասել 300, բայց եւ դրանց մեջ 90-ական թվերի 2000-ի սկզբին 300-ը առել իսկական ես առանձնացնեմ, որպեսզի իմ խոսքը նաեւ առարկայորեն երևա։ Ուրեմն մենք առաջին անգամ Սրբազանի հետ հրատարակեցինք Գարեգին Նժդեհի երկերի ժողովածուն, համահավաք տեքստը, որին մասնակցեցին Լալայանը, Յազիչյանը եւ դուք ձեր Գարեգին Նժդեհի հատնտիրը առաջին անգամ հրատարակվեց Մեսրոպ հրատարակվեց առաջին անգամ եւ ամբողջ նկարագրով մեկ կանգնեց դրոն, զորավար դրոն, Համլետ Գևորգյանի գիրքը հրատարակեցինք վերաթաղման հենց օրերին։ Մենք հրատարակեցինք Եղիշի Իշխանյանի Լեռնային Ղարաբաղը 17-20 թվականների պատմությունը, որ ամենաճշգրիտ պատմությունն է Լեռնային Ղարաբաղի եւ դա ինչ տեղի ունեցավ ձեռագիրեր եւ չէ առաջին անգամ ազգային խորհուրդների նիստերի ամբողջ արձանագրությունը։ Եվ նա կարողացել էր լինելով Ղարաբաղում ինչ որ ֆունկցիոներ, այսպես չշեղեմ հաղորդումը, կարողացել էր իմի բերել ամբողջ դարաշրջանի այդ ասածս տարիների խնդիրները եւ միջազգային փոխհարաբերությունների եւ ներքին եւ թշնամու հետ եւ այլն։ Մենք հրատարակեցինք Սրբերը եւ Սրբավայրերը, շատ կարեւոր մի գիրք։ Պաշտամունքային ծիսական այն վայրերի մասին, որոնք ունեն հին պատմություն, հազարամյակների պատմություն, ու թե ինչպես փոխանցվեց քրիստոնեական արժեքներ, ինչպես մուտք գործեցին եւ ինչպես հետագայում դարձան սրբավայրեր, այսինքն ոչ թե դարձան, այլ շարունակեցին լինել սրբավայրեր։ Այսինքն Մեսրոպ Աշչյանի հովանավորած հրատարակությունների թեմատիկան միանգամայն ընդգրկուն է, բայց բոլորը կապված է հայագիտության եւ մեր ժողովրդի, մեր հայրենիքի հետ։ Եվ նպատակը, քանի որ նա Սփյուռքից էր գալիս, ազգային ինքնության պահպանման գերնպատակ ուներ նա։ Եվ հենց այդ նպատակին էին ուղղված շատ նաև բազում գրքեր, ես կարող եմ շարունակել ցուցակը, Գոլանջյանի ռոմանահայության անին Սուչավայի հայ համայնքը, որ շատ կարևոր էր մեր եվրոպական այդ շրջանի եւ տարածքի, ուրեմն հայկական հետքը վերհանելու առումով։ Եվ այլն եւ այլն։ Մեսրոպ arczepiskopos Աշճյանի արածը ուղղակի ոգեկոչում էր գրահրատարակչության, նորից ոտքի կանգնեցնելու, նորից հիշեցնելու մեզ մեր գրքի դարաշրջանը։ Իդեպ նա նաև գրահրատարակիչներից սովորեցրեց մի քանի բաներ, որ անուրանալի են, այսօր պետք է հիշատակել։ Եվ հրատարակչություն հիմնադրեց, Մուղնի հրատարակչությունը։ Ուրեմն մենք սովետական շրջանում ունեինք մասսայական գրականություն։ Նոր շրջանում արդեն մասսայական չէր գրականությունը, ասենք 20-30 կամ 10,000 տպաքանակների կողքին ունեինք 100, 200, 300, 500, լավագույն դեպքում 1000 տպաքանակներ։ Նա բերեց այսպիսի մի կուլտուրա գրքի շնորհանդեսների, որովհետև գրքերը հիմա լույս են տեսնում եւ դրանք շատ են շուկայում, բայց պետք է անպայման հայտնել մասնագետին, հայտնել ընթերցողին, թե ինչ իմաստով մենք մտցրեցինք գիրքը շուկա։ Այսինքն սերը գրքի նկատմամբ վերազարթեցրեց։ Այո, որ այդ մի քանի տարի ընթացքում նույնիսկ ավելի խորը։ Ես նաև մի դրվագել ուզում եմ հիշեմ գրքի հետ կապված Սրբազանի, որտեղ նա շատ հարուստ նկարագիր ունի, շատ հարուստ մարդ էր նա իդեպ, նա մեծ հմայք ուներ, որտեղ որ լինում էր, ուղղակի անհնար էր շրջանցել այդ մարդուն, անհնար էր լավատեսությամբ չվարակվել, անհնար էր չմտածել անմիջապես հայոց հոգևոր դասի կամ հայոց պատմության մասին, նա այդպիսին էր։ 2002 թվականին հունիսի 23-ին նա կազմակերպեց գրքի տոն Երևանի կենտրոնում։ Դուք պետք է տեսնեիք, թե երևանցիները ինչ մեծ ոգևորությամբ, ինչ ակնկալիքներով էին մտնում դուրս գալիս այդ Աբովյանի ամբողջ փողոցը, որ փակ էր մի ամբողջ օր, եւ մարդիկ խոսում էին գրքից, գնում էին գրքեր, կարդում, փոխանցում էին մտքեր եւ այլն եւ այլն։ Առավելևս ներկա գլոբալիզացիայի եւ այս համակարգչային այս մոլուցքի պայմաններով։ Պարոն Մելքոնյան, լրացում եք ցանկանում անել։ Ինչու էր այդքան նվիրված գրքին Մեսրոպ arczepiskopos Աշճյանը, որտեղ ինքը գրքի մարդ էր, գիտնական էր, բարիս բուն իմաստով, պատմաբան, բանասեր, ազգագրագետ, ազգագրության նկատմամբ հետաքրքիր սպես թուլություններ ուներ, օրինակ Թուխմանուկ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի հետ միասին կազմակերպեց այդպիսի մի գիտաժողով։
բազմաթիվ գրքերի հեղինակ էր, օրինակ «Կյանքի եւ հավատքի էջեր» հայ եկեղեցու պատմությանը նվիրված։ Առանձին մի գիրք ուներ, ելի կոչվում էր «Էջեր հայ եկեղեցու պատմության»։ Լուսավորչի լույս նշխարները։ Այո, Ուրեմն պատկերացնում եք, գնացել հասել էր Իսպանիայի ծայր արևմուտքը, Սանտիագո դե Կոմպոստելա, որտեղ թաղված է Սուրբ Հակոբի մարմինը, իսկ գլուխը թաղված է Հակոբյանց վանքում Երուսաղեմում։ Դրա մասին առանձին գիրք գրեց։ Եվ իրեն պատկերացնում էր Լևոն 5-րդի տեղում վերջին Կիլիկիո թագավորի, ով պիտի Փարիզից ոտքով հասներ մինչև Մադրիդ, այսպես ի հատուցում են այն արածների, որ իսպանական թագավորները փրկագին վճարելով հայոց թագավորին ազատել էին գերությունից եգիպտական եւ հետո նա դարձավ Մադրիդի քաղաքագլուխ, պատմությունը վերապրում էր ինքը այս ամբողջ անելով։ Պատկերացրեք, սիրում էր հավաքական այսպիսի մեծ միջոցառումներ։ 80-ական թվականներին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների սրտում կազմակերպել էր 10,000 վերապրողների հավաք։ Ամբողջ աշխարհի հնարավոր ծայրերից հրավիրել էր 10,000 վերապրողների եղեռնի։ Եվ ուղղակի սա ես տեսաերիզն եմ դիտել, թե ինչ ոգևորություն կար մարդկանց մոտ եւ որքան տպավորվում էին մարդիկ տեսնելով բոլոր նրանց այն ծերունիներին, այն կանանց, որոնք որ վերջին վերապրողներն էին, հիմա նրանք գրեթե չկան։ 10,000 կային միայն այն ժամանակ Միացյալ Նահանգներում հավաքված։ Կամ ասենք Կովսականում, Զանգելանում կազմակերպեց հավաքական մկրտություն, հավաքական հարսանեկան, այսպես տոնական արարողություններ։ Կարծեմ 10,000-ից ավել չէ, այդ Կովսականում 10,000-ից ավել այո, այդպեսի զինվորներ եւ երեխաներ մկրտեց։ Ուրեմն մեկ-մեկ հրավիրում են այնպիսի մարդկանց տուն, որ զարմանում էր, թե ովքեր են այս մարդիկ, որտեվ խոսելա ոճից զգացվում էր, որ ըստ էության մտավորական մարդիկ չեն բան, հետո այս մարդիկ մեղայականով գալիս ասում են, թե գիտեք, բանտում մեզ այցելեց Մեսրոպ Աշճյանը, դարձավ մեր կնքահայրը, մենք դարձի եկանք, հիմա մեղայականով շրջում ենք աշխարհով մեկ, կարծելով, որ մի օր պիտի մեղանչենք Աստծո հանդեպ մեր կատարած մեղքերի համար եւ այսօր էլ այդ մարդկանց հանդիպում եմ եւ միանգամայն այլ մարդիկ են ներկայանում բանտից հետո այդ իրենց ժամկետը անցկացնելուց հետո ձերբակալված մարդիկ։ Կամ այնպիսի մի միջոցառում, որ նա կազմակերպեց 2001 թվականի հուլիսին, իմանալով, որ ես միայն Զաքսով եմ ամուսնացած, ինձ ակնարկեց, որ ես կուզեմ քեզ թագավորական այսպես պսակ կազմակերպել, այն էլ ասեց աղթամարում, գիտես չէ, որ հոն միայն վասպուրականի թագավորները կոծվեին, ասի իհարկե գիտեմ, սրբազան, բայց այդպիսի պատվի ինչու եք ինձ ուզում արժանացնել, ասեց արժե անել եւ կազմակերպեց, պատկերացրեք գնաց հարսանեկան բոլոր պարագաները այնտեղից գնեց, բերեց, հագցրեց մեզ այդ կարմիր կանաչ, ինչպես ասում են, հագցրեց եւ այնպիսի հպարտություն էր այս ամբողջից ապրում, ուղղակի շշմում էր։ Ջավախ մեկը մյուսի հետևից կազմակերպեց այցեր Լորենց Արուշանյանի այս վերջին մեր հանգուցյալ մտավորականի հետ միասին կազմակերպեց Թմկաբերդի բեմադրությունը հենց Թմկաբերդում։ Պատկերացրեք, մենք Կուր գետի ափին նստած դիտում ենք Թմկաբերդը, ոչ մեկի մտքով չէր անցել, որ կարելի է նման բան կազմակերպել եւ շատ մեծ տպավորություն թողեց բոլորի մոտ։ Ուղղակի այս մարդու միտքը անընդհատ շարժվում էր եւ շրջապատին հանգիստ չէր թողնում։ Մանավանդ հայագիտական հաստատություններին, ինչ վերաբերում այ գրքին, չէ, ասում էր, «Ուրդեղ են ելավաս ինտերնետը, ուրդեղ են ելավաս էլեկտրոնային գիրքը, ադիկա չեմ ընդունել», ասում էր, եւ ասում էր, «Գիրքը մինչեւ ձեռքդ չվերցնես, դու չես զգա գրքի հոտը, գրքի համը»։ Եվ կյանքի վերջին օրերին շատ է շտապում, որ հասցներ մի այնպիսի աշխատանք կոթողային, ինչպես Էջմիածին այդ քրեստոմատիաներ, որի մեջ ներառեց տարբեր ուղևորների ուղեգրությունները Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վերաբերյալ։ Տեսեք, ինքը լինելով անտիլասական Մեծիտանան Կիլիկիո կաթողիկոսյան միաբան, ծառայության անցնելով նաև այստեղ Էջմիածնում որպես 1700-ամյակի պատասխանատու վարիչ քարտուղար, մի ձևով միավորում էր կամուրջի նման մեր երկու աթոռները եւ պիտի ասել, որ նաեւ այդ հարաբերությունները ջերմացնելու առումով Մեսրոպ arczepiskopos Աշճյանը մեծ դեր ունեցավ։ Նրա համար հայ եկեղեցին մեկն էր, միասնական էր եւ համահայկական մտածողությունը նրա
այնպեսին էր, որ երբևէ չէր թողնում այսպես տեղայնական նեղ մտածողությամբ Ցավոք Վավաժամահը ընդամենը 62 տարեկանում, այո։ Համոզված եմ բավականին ծրագրեր կիսատ թողեց։ Այո, հայ գրերի տոնն էր ուզում կազմակերպել, բայց մահացավ շուտ եւ չհասցրեց եւ մնաց նրա այսպես երազանքներից մեկը դա։ Պարոն Սարգսյան, արդեն պարոն Մելքոնյանը նա մարդկային երեխարի մասին ասեց, մինչև հարց ուղղելը ընթերցեմ Սոս Սարգսյանի հետևյալ կարծիքը։ Հայրենիքում ապրելու կարճ տարիներին գործեր արեց մեծ ու բոլորն էլ ազգոքուտ, բոլորն էլ բարի։ Իմ գիծածը նրա մարդկային մաքրամաքուր էությունն է։ Իմ իմացածն ու տեսածը նրա նվիրումն է հայոց մշակույթին, բայրացակամությունն է, որ սփռում է շրջապատին, եւ հայրի պատմությամբ արդարամիտ մշտապես տեր էր հայոց դատին, սրտում հավիծան կրելով հայոց եղերնի ցավերն ու կորուստները։ Իմ տեսածը նրա բարի ժպիտով լուսավորված դեմքն էր, դեմք, որը երբևիցե հնարավոր չէ մոռանալ կամ ջնջել հիշողությունից, որտեղ աչքերն իմաստուն են, ողջ կերպարը սրբի։ Պարոն Մելքոնյանը արդեն նրա մարդկային կերպարի այդ կարևոր դրվագները ներկայացրեց, դուք եւս հանդիպել եք մի շարք անգամներ։ Հանդիպել ենք, շփվել ենք, անցել ենք որոշակի ճանապարհ։ Գիտեք, շատ լավ եւ շատ մանրակրկիտ նայել եմ եւ ուսումնասիրել նրա ուղևորությունները Արևմտյան Հայաստանում։ Խոնարհված բոլոր եկեղեցիներում մոմ էր վառում եւ աղոթք անում։ Կարծես այդ պատերին շունչ ներարկելով, որ նորից արթնանան, նորից լսեն հայկական բարբառը։ Մի կադր կա այսպես, որ ուղղակի իմ մեջ մեխված եւ ամեն պահ հաճախ ես անդրադառնում եմ դրան։ Մտել են քրդական մի գյուղ, որ ըստ էության նախկինում հայկական է եղել եւ քրդացրել են ուղղակի եւ փոխվել է մարդկանց մեջ հավատալիքների ուրեմն այդ ամբողջ աշխարհը, պաշտում են աստվածաշունչ, բայց աղոթք են անում մուսուլմանի նման եւ այլն, եւ երբ որ տեսնում են վեղավորով, այսպես հայոց հոգևորականին հանկարծ կանայք, գյուղացի կանայք, գեղեցիկ հագնված, երեխաներին գրկած, այսպես ձեռքով բերում են թե սրբազան մենք բազմանում ենք։ Ինձ համար սա ամենամեծ նշանակություն ունի, գուցե ավելի շատ քան մնացած գործերը, սրանով մի տեսակ մեր ոգին էր բարձրացնում, փորձում էր ավյուն նորից ներշնչել մեզ, որ մենք կանք լինելու ենք, տեր ենք կանգնելու մեր, այո, տեր ենք կանգնելու մեր հայությանը, մեր պատմությանը։ Մի քիչ առաջ ասեցի, մեծ հմայքով մարդ էր, բյուրեղացած մարդ էր, նրա մեջ կար հայոց պատմությունը, նրա մեջ կար հայոց մշակույթը, օրինակ էր մեզ համար, թե ինչպեսին պետք է լինի արդի շրջանում հայ մարդը, հայ տղամարդը, եւ գիտեր իր տեղն ու դերը։ Սա էլ շատ կարևոր է, այ Սոս Սարգսյանին հիշեցիք, չէ՞։ Սոս Սարգսյանը դա նկատել էր, նա գիտեր իր տեղն ու դերը, գիտեր ինչ է անում, գիտեր ինչի համար է անում։ Եվ նրա այդ նկարագիրը, այսպես երկու թևերի մեր եկեղեցիների միջնորդը լինելու եւ հենց մեջտեղում կանգնելու շատ խոսուն է, շատ բան է ասում։ Երևի թե հենց դա էր պատճառը, որ այսպես թշնամությունը, ինչ որ պատմականորեն ձևավորված բան, ուղղակի դուրս եկավ մեր եկեղեցիներից։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, պարոն Մելքոնյան, եւ ավարտելով հաղորդումը, դուք արդեն հիշատակեցիք գրքերի մասին մեր ակադեմիայի պատմության ինստիտուտում, որի ղեկավարը տնօրենը դուք եք, գործում է Մեսրոպ թանգարան եւ մատենաշարը։ Այսինքն նրա հիշատակի գործնական այդ պահպանումը, հավերժացումը կարող ենք ասել, որ մեր պատմության ուսերի ինստիտուտի ուսերին է դրված։ Երևի թե կարող ենք ասել, որտեղ ես անձնապես մեծ մտերմություն ունեի նրա հետ եւ Մեսրոպ Սրբազանը մեծ դժվարությամբ համաձայնվեց, որ այդ կենտրոնը կոչվի իր անունով, բայց կարողացանք իրեն համոզել։ Այ ես կուզեի մի վարքյան վերադառնալ Սոս Սարգսյանին, առաջին անգամ երևի եթերից հնչեցնել, որտեվ լուսահոգի Սոս Սարգսյանը Մեսրոպ Սրբազանի մահվանից հետո ինձ ասաց, քեզ մի գաղտնիք եմ ուզում բացահայտել, որ ես եւ Մեսրոպ Սրբազանը գիտենք, դու էլ իմացի եւ մի օր իրավունք կունենաս այն տարածելու բոլորին։ Երբ որ Արցախյան պատերազմը սկսվեց, Մեսրոպ Սրբազանը պարբերաբար գալիս էր Նյու Յորքից եւ անհրաժեշտ միջոցներ էր բերում, ինքնապաշտպանական միջոցներ ձեռք բերելու համար եւ ահռելի քանակությամբ օգնություն բերեց։ Ասում եմ, եւ ոչ մի անգամ ինձ չարցրեց, թե այդ գումարները, որ ես բերում եմ
ինչ նպատակի պիտի ծառայի, որտեղ ասում էր, որ ես լիովին վստահում եմ ձեզ։ Եվ Սոս Սարգսյան ասում էր, որ միայն այդ խոսքերը, որ ինձ լիովին վստահում է, բավարար էր, որ այդ ամեն իր նպատակին ծառայեր։ Գիտեք, մենք փորձել ենք իրոք նրա հիշատակը հավերժացնել, մեծ ներսես անունով հիմա գոյություն ունի բարեգործական միություն, որը նաև իր անունն է կրում միաժամանակ, ունենք նաև գրադարան, ունենք մատենաշար։ Դուք ասացիք 150, այդ մատենաշարով 150 գիրք է տպել։ 150 գիրք է լույս տեսել։ Մուղնին նրա թուլություններից մեկն է Սուրբ Գևորգը, որը իր միջոցներով նա նորոգեց։ Մուղնի կենտրոնական փողոցը կրում է նրա անունը, դպրոցը կրում է նրա անունը եւ այնտեղ կանգնեցված է Արա Շիրազի ձեռքով քանդակված նրա մոնումենտալ արձանը։ Այսքանը կարողացանք մենք անել եւ ամեն անգամ ես միշտ մտածում եի թե արդյոք մենք արեցինք այն, ինչ որ պետք է անեինք Մեսրոպ Սրբազյանի համար եւ արդյոք ինքը ուրիշների հիշատակը հավերժացնելու առումով այսպես կաներ։ Այո, որովհետեւ իսկապես նա հայ մեծերի հիշատակի հանդեպ հատուկ թուլություն ուներ։ Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք իր հայրենանվեր գործունեության մնայուն հերք թողած Մեսրոպ arczepiskopos Աշչյանին եւ հաղորդումը եզրափակեմ Մեսրոպ Աշչյանի հետեւյալ խոսքերով։ Մայիս 28-ով հայ ժողովուրդը մի կողմ շփրտեց վերջնականապես Աղաչողի ողոքողի իստրուկի վերարկուն, քանդեց նախկին թափառումների ուղին եւ իր քայլեր ուղեց դեպի հավերժական հայրենիք։ Հայ ժողովուրդը աղաղակեց երեք աշխարհին, թե ինքը լույսին կձգտի, արևին, կյանքին կնայի եւ թե իր ազատության երազը հայկական նիզակն է։ Խունգ եւ աղոթք հավատքի եւ հայրենիքի ազատության ճամփին ընկած նահատակների հիշատակին։ Հարգանք հայրենիքի ազատագրության խորանի արչեւ իրենց կյանքը զոհաբերած հայ մարտիկներին։ Հարգելի հերոստատիտողներ, Արարատ հերոստանգերության հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր եկեղեցական եւ ազգային հասարակական վաստակաշատ գործիչ Մեսրոպ arczepiskopos Աշչյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։